Ողջույն հարգելի հայրենակիցներ, սիրելի բարաշապատություններ, այս պահին մենք գտնվում ենք Էջմիածնում և շարունակում ենք քարոզ արշավը, կհանդիպենք ընտրողների հետ և կներկայացնենք մեր մոտեցումները, մեր ծրագրերը և նաև կլսենք իրենց առաջարկները։ Մենք տարբեր օրեր, տարբեր տեղեր ենք լինում, գյուղական համայնքներ, քաղաքային համայնքներ երեքտորսում ու այգեշատում ենք, այսօր Էջմիածնում ենք, վաղը կրկին գյուղեր կայցելենք և տեղեկացնեմ, որ բոլոր 18 գյուղերում լինելու ենք և Էջմիածնի որևէ թաղամաս և հատված չի մնալու, որ մենք անցած չլինենք։ Ինչպես որ տեղեկացվածության առումով մեր քաղաքացիները լավատեղյակ կլինեն մեր մոտեցումները ծանոթանան, իմանան մեր տեսակետը որն է և այդ տեսակետը բնականաբար այս իշխանությանը հեռացնելն է։ Այս իշխանությունների հեռացնելը շատ կարևոր քաղաքական նպատակ ունի, նաև կարող է նպաստել համայնքի կառավարմանը, եթե սրանք մնան թանկացումներ են լինում։ Ինչպես որ մենք կարևորում ենք փոփոխությունները և ակնկալում ենք նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցություն։ Հարգելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Նոյեմբերի 16-ի ընտրություններին մենք մասնակցում ենք որպես նվազագույն ծրագիր ունենալով քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը։ Առավելագույն նպատակը մեր նոր իշխանության ձևավորումն է և իշխանության պատասխանատվություն ստանձնելը։ Մենք դեստոր չենք անպայման մասնակցել, ողջունում ենք ձեզ։ Ձեզ դիմում Մայր Հայաստանը, անպայման մասնակցեք ընտրությանը։ Մենք հնարավոր բոլոր բնակավայրերում լինելու ենք և գյուղական համայնքներում և քաղաքի տարբեր հատվածներում Էջմիածնի, որպեսզի մարդիկ տեղեկանան մեր ծրագրերից, մեր մոտեցումներից և ծրագրերին ու մոտեցումներին տեղյակ լինեն և անպայման մասնակցեն ընտրությանը։ Ողջունում ենք երեխեք ձեզ, եկեք ձեզ դրոշան։ Այս ընտրությունները կարևորագույն նշանակություն ունեն, նաև հատուկ կարգավիճակ է ստանում այս ընտրությունը այն առումով, որ Էջմիածնում է Մայրաթորը և Մայրաթորը Փաշազադեի հրահանգով ենթարկվում է հարցական։ Մենք մեր ձայնը պետք է նաև այս առումով բարձրացնենք և թույլ տանք, որպեսզի իշխանությունները իրենց ադրբեջանահաճո ծրագրերը կյանքի կոչեն։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, միացիր, որ փոխենք, միացիր, որ փոխենք։ Thank you.
Ներկայացնի Արամանուկյան թաղամասի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում եմ Հայր Հայաստանը, այս խաղաղ արևոտ երեկոն շատ ջերմ հիշողություններ եմ ես պարգևելու մեր հետագա ողջ կյանքի համար, որ մենք եղել ենք ձեր թաղամասում և կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, բարև ձեզ։ Անպայման մասնակցել ընտրություններին, գնալ ընտրատեղամաս, ձեր ձայնը տալ Հայր Հայաստանին, որպեսզի մենք հետագայում նույնպես արդեն թաղամասի բարգավաճման, զարգացման, ամբողջ մեջմիասին քաղաքի և հարաշապատ համայնքի բարենորոգման ու զարգացման ծրագրի շրջանակներում նույնպես պարբերաբար լինենք ձեզ մոտ, ականջալուր լինենք ձեր բարձրացած խնդիրներին և բոլորով միասին ուսուսի տված Երևանից մինչև սահման հզորացնենք ու զարգացնենք մեր հայրենիքը։ Բոլորին կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, գնալ ընտրատեղամաս, իրականացնել սեփական իրավունքը և իրագործել սեփական քվեն։ Սիրելի վաղաշապատցիներ, հարգելի էջմիածինցիներ, մենք ներկայացնում ենք Մայր Հայաստանը, մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, 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 սիրելի վաղաշապատցիներ, քանի որ դուք հաստավորապես Արամանուկյան թաղամասը գտնվում եք Մարգարայի սահմանակետ տանող ճանապարհին, առավել քան որևիցե մեկը դուք քաջ գիտակցում եք, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունների պարագայում այս իշխանությունները միշտ շարքելու են, որ իբրև թե ուզում են խաղաղություն բերել, այնինչ 7 տարվա ընթացքում բերել են պատերազմներ, ավեր, մահ, տարածքային կորուստ, վիշտ և նվաստացում։ Հիմա իրենք արդեն ծնկի եկած իրավիճակում պատրաստ են թշնամու բոլոր պահանջները կատարել, միայն թե այսպես կոչված խաղաղությունը դառնա իրականություն։ Բայց դա խաղաղություն չէ, դա երկիրը մաս-մաս աստիճանաբար թշնամու պրոտեկտորատի վերածելու մի անխուսափելի գահավիժում է։ Բարև ձեզ։ Եկեք փոքրիկի մի հատ ողջունենք, շատ պայծառ ջինջ աչքեր ունի փոքրիկը, որ ինքը մի ժպտա, այն դրա համար եք մենք էստեղ։ Արամանուկյան թաղամասի հայրենի բնակիչներ, Վաղաշապատ խոշորացված համայնքում չկա և մինչև քարոզարշավի ավարտ չի լինելու մի թաղամաս, մի փողոց, մի անկյուն, որտեղ Հայր Հայաստանում հույս չգործի, քաղաքացիների հետ չշփվի, իր դրական մեսիջը չփոխանցի և չհայցի քաղաքացու քվե։ Փողոց առ փողոց, տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս, պարզ երեսով, շիտակ հայացքով, անկեղ ժպիտով և ամուր ձեռքսեղումով մենք էջմիածնություն առաջարկում ենք այլընտրանք օրվա դժգույն ու դժբախտ, ինչպես իրենք են ասում, վայ իշխանություններին։ Դրա համար բոլորին ևս մեկ անգամ կոչ ենք անում, գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրություններին և ուշադիր հետևել, թե մինչև քարոզարշավի ավարտը ով ձեզ ինչ կասի, ով ինչ կառաջարկի։ Այս իշխանությունները առաջարկում են նվաստացում, թելքացում, դանոսչիկություն, իրար վրա սուտ կիրխ մատնություն, բռնել, դատապարտել, հետապնդել, ազատազրկել, խաբել, ստել, ստորաբար մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել։ Իսկ մենք ունենք ճանապարհ անցած մարդկանցով համալրված թիմ, ունենք ակտիվ երիտասարդություն, ունենք քաղաքական առաջնորդություն և առաջնորդ,
որի գլխավորությամբ հանրապետության տարբեր համայնքներում որպես ավականիներ աշխատում են 24/7 ռեժիմով եւ շիտակ ու առանց ամաչելու շրջում են փողոցներում եւ շատ դեպքերում մարդիկ մեզ ճանաչում են որպես իրենց խնդիրը առաջ տանող ավականու անդամներ։ Հիմա ձեզ տեսնենք ոնց որ ինչպես Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Փարաքարում, Բերդում հայ մարդիկ մերժել են ՔՊ-ին, դուք եք ձեր համայնքում մերժեք ՔՊ-ին, որը կդառնա համապետական մակարդակով քաղաքացիական պայմանագրի մերժման նախերգանքը։ Ուստի Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան, միացի, որ փոխենք։ Հարգելի վաղաշապատցիներ, եթե քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, ապա էջմիածնին սպառնում են թանկացումներ, վատ կառավարում, կոռուպցիա եւ թալան։ Այս ամեն ինչը մենք տեսել ենք բոլոր այն համայնքներում, այդ թվում նաեւ Վաղաշապատում, որտեղ որ իշխել է քաղաքացիական պայմանագիրը։ Դրա համար մենք դες կոչ ենք անում մերժելու համար թանկացումները, թալանը, կոռուպցիան պետք է գնալ ընտրատեղամաս եւ մերժել քաղաքացիական պայմանագրին ու դրա դրածոներին։ Մենք դες կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ ձեր քվեով ձևավորել նոր իշխանություն։ Դա ձեր քաղաքացիական իրավունքն ու պարտականությունն է։ Պետք է անպայման մասնակցել եւ իրացնել սեփական իրավունքը, այլապես դժգոհելու հնարավորություն չի լինելու։ Այս իշխանությունների դաշնակիցը երկուսն են Վաղաշապատում։ Վարչական ռեսուրսը եւ անտարբեր մարդը։ Իրենք այդ անտարբեր մարդուն ուզում են որ տանը մնա, չմասնակցի, նույնիսկ այն դեպքում, երբ այդ անտարբեր մարդը չի ընդունում օրվա իշխանության քաղաքականությունը։ Մեր խոսքը նաև այդ անտարբեր, միգուցե նաև հիասթափված կամ հուսահատված մարդուն է ուղղված։ Մի հիասթափվեք, մի վհատվեք, մի կրկեք, անպայման մասնակցեք ընտրությանը եւ ձեր քվեի իրավունքով ձևավորեք նոր իշխանություն։ Մի մտածեք, որ ձեզանից բան կախված չէ։ Մի հիասթափվեք այն ամենից, ինչ տեսնում եք ձեր շուրջը։ Այդ հիասթափության, անտարբերության պատճառը այս իշխանությունն է, եւ որպեսզի անտարբերությունն ու հիասթափությունը վերանան, մենք պետք է անպայման մասնակցենք ընտրությանը, մեր քվեի ուժով ձևավորենք նոր իշխանություն, դա մեր բոլորի համար կբացի հնարավորությունների դուռ եւ մենք փոփոխությունների կհասնենք ոչ միայն Վաղաշապատում, այլ նաեւ ամբողջ Հայաստանում։ Մեր կարգախոսն է միացիր որ փոխենքը։ Մենք ձեզ առաջարկում ենք միանալ, որովհետև առանձին վերցրած ոչ մեկ չի կարողանա իրագործել այն ծրագրերը, որը նախանշել է։ Մենք դրա համար ուզում ենք, որ քաղաքացին միանա մեզ, իր քվեի ուժով, իր համոզմունքով, իր սկզբունքներից ելնելով։ Միացիր որ փոխենքը պատահական կարգախոս չէ, դա նշանակում է, որ քաղաքացին իր հերթին, իր պարտականությունները պետք է կատարի, իր իրավունքը իրացնի, որպեսզի մենք էլ կարողանանք կյանքի կոչել այն ծրագրերը, որը ներկայացրել ենք։ Իշխանափոխություն Վաղաշապատում, իշխանափոխություն Հայաստանում։ Միացիր, Որ փոխենք, միացիր, որ փոխենք։
Մայր Հայաստան, Համար 4 համար 4 Մայր Հայաստան Ուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխանք։ Սերին վարաշապատ սուրին, էչ միացին, իմ այ Հայաստան։ Վարաշապատ, ոստան ես դրում են դեպրության, կապցի կոչնակ, մպայքարի ոգայության։ Այս պահին տեղեկացնեմ, որ շարունակում ենք հարուսացումը և գտնվում ենք Արամահարյան խաղամասում Սիրելի էշպիածնի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Կոչ ենք անում ձեզ մասնակցել ընտրություններին ամսի 16-ին, մի մնացեք տանը, դուրս եկեք, ձեր արդար քվեն տվեք։ Մենք համար 4-ն ենք, Մայր Հայաստան, Համար 4 Մայր Հայաստան, Համար 4 համար 4, Մայր Հայաստան միացի, Որ փոխենք միացի, Որ փոխենք Էշմիածնի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4։ Նոյեմբերի 16-ի ընտրությունները շատ կարևոր են յուրաքանչյուրի համար։ Դուք պետք է անպայման մասնակցեք ընտրությանը, որպեսզի կանխեք թալանը, կոռուպցիան, թանկացումները, վատ կառավարումը։ Մենք ձեզ կոչ ենք անում չանարել, իրացնել ձեր քաղաքացիական պարտքը, իրացնել ձեր իրավունքը և ձևավորել նոր իշխանություն։ Քաղաքացիական պայմանագիրը և իր կցորդը նպատակ ունեն վերարտադրվել Վաղարշապատ համայնքում, որպեսզի էլ ավելի ուժգնացնեն գրոհը հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, որպեսզի կառավարեն համայնքը այնպես, ինչպես մյուս համայնքներում
որտեղ իշխում է քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ դա նշանակում է թանկացումներ, թալան, տեղական տուրքերի ու վճարների ավելացում, ջերմոցների նկատմամբ մեծ վճարների սահմանում, չլուծված խնդիրներ, անարդյունավետ կառավարում եւ այլն։ Ձեր իրավունքն է մասնակցել եւ թույլ չտալ կոռուպցիայի ու թալանի հաղթարշավ, թույլ չտալ թանկացումներ։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Նա կուպլետը տվել վերջիցան, անպայման ծաղացել և շնորհների լաստրեցի մասնակցել, ես տաղամասի գնալիչին, որտեղ ածել մոտա, և անպայման մասնակցել, շալարեք գնալ դա տեղամասը։ Գնացեք, որ փոխենք։ Հարգելի էջմիածինցիներ, անպայման նոյեմբերի 16-ին ժամանակ եք հատկացնում, գնում եք ընտրած տեղամասեր, որպեսզի հետո չդժգոհեք, չտրտնջաք, չանիծեք ձեր վատ առօրյան, չմտածեք, որ կարելի է ինչ-որ բան փոխել, բայց ափսոս, որ չեք օգտվել այդ հնարավորությունից։ Դրա համար պետք է լինի բարձր մասնակցություն։ Բարձր մասնակցության պարագայում սրանց ադմինիստրատիվ ռեսուրսը չի աշխատելու։ Իրենց հույսն այն է, որ մարդիկ անտարբեր կլինեն, բացակայող կլինեն, չեն գնա ընտրատեղամասեր, իսկ իրենց վարչական ռեսուրսով կլցոնեն ընտրատեղամասերը և կկարողանան իրենց անհրաժեշտ թվերը հավաքել։ Դրա համար պետք է քաղաքական ապտակ հասցնել քաղաքացիական պայմանագրին և ցույց տալ, որ դուք ձեր իրավունքի տերն եք։ Դուք ունեք հնարավորություն ձեր քվեի ուժով ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստանը բազում ծրագրեր է ներկայացրել համայնքի կառավարման թեմայով։ Մենք գտնում ենք, որ Էջմիածինը կարող է դառնալ կարևորագույն տուրիստական կենտրոն ամբողջ Հայաստանի մասշտաբով և դրա բոլոր նախադրյալները կան։ Մայրաթորի առկայությունը, մշակութային հզոր ժառանգության առկայությունը, Զվարթնոց օդանավակայանին մոտ լինելը, մայրաքաղաքին մոտ լինելը, աշխարհում եթե նման քաղաքներ լինեին, դրանք անպայման կզարգացնեին տուրիզմը ու հենց այդպես էլ անում են։ Նման դիրքային առավելություն ունեցող քաղաքները դառնում են տուրիստական կենտրոն, զարգացնելով տնտեսությունը, զարգացնելով տվյալ համայնքը։ Մենք նույնպես այդ հնարավորությունը ունենք և կարող ենք զարգացում ապահովել։ Բարև ձեզ։ Կանգարենք ձեզ դավաճանքային օր։ Այո, շնորհակալություն։ Շարունակեմ, Ժողովուրդ ջան, տուրիստական հնարավորությունները Էջմիածնի բավական բարձր են և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Նույն Զվարթնոց թաղամասը, որտեղ մենք արդեն եղել ենք, ունի հնարավորություն դառնալու շատ լավ ժամանցի վայր։ Եթե մենք վերակառուցենք հայտնի կարուսելների հատվածը հարակից տարածքներով։ Մեր ծրագրում դա կա և իշխանական քվեն ստանալու պարագայում մենք պարտավորվում ենք վերականգնել Զվարթնոցը։ Եվ
մենք ակնկալում ենք ձեր քվեն, որպեսզի մեր ծրագրերը կարողանան կյանքի կոչել։ Մենք Մայր Հայաստանն ենք, մեր քվեաթերթիկը թիվ 4-ն է, եւ ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը։ Բարև ձեզ։ Եկեք ձեզ բուկլետ փոխանցենք։ Բուկլետ փոխանցենք, որ բուկլետ ավարտենք։ Շատ շնորհակալ եմ։ Մայր Հայաստան, Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Մենք շարունակում ենք շրջայցը Արամ Մանուկյան թաղամասով Մայր Հայաստան ուսակցություն Եվ ներկայացնենք մեր մոտեցումը։ Համար 4 միացիր, որ փոխենք Շաբաթ սուրի էջ միացին իմ այ Հայաստան Վաղը շաբաթ ոստանն ես դրում էր դեպրության դապցի կոչնակ նոր պայքարի ողջ հայության Կանցնորել ապելության ու տխրության Ետել է ժամը կողաչի շուշ միության Սեր կորազի կոքուհայ Վոլա շապան Սերին վալա շապան Սիրին էջ միացի Իմ այ Հայաստան Սիրելի իշխանություններ, հարգելի բաղաշապատցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Բոլորիդ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, գնալ ընտրատեղամաս, տնօրինել համայնքի ճակատագիրը, պատասխանատվություն ստանձնել վարշապատի ապագայի վերաբերյալ, պատասխանատվություն ստանձնել ոչ միայն վարշապատի, այլ նաև Մայրաթոռի հայրաքելական եկեղեցու վրա կատարվող այս ոտնձգությունների նկատմամբ։ Ձեր վճռական խոսքը ասեք իշխանությունների թերքաբարով և Ալիևա հաճո պահվածքի տեր կանգնեք Մայրաթոռին, ինչպես 1918 թվականին Մայրաթոռը հնչեցրեց զանգերը և Սարդարապատում հայ ազգը կարողացավ հետ մղել թուրքական ներխուժումը, այսօր եկել է պահը վերադարձնելու, հատուցելու եկեղեցուն իր հայապահպանության պատմավոր առաքելության համար։ Տեր կանգնեք հայ առաքելական եկեղեցուն, տեր կանգնեք Մայրաթոռին։ Թիվ 4 քվեաթերթիկը Մայր Հայաստանն է, սատանյան նեցում եղեք Մայրաթոռի և Մայր Հայաստանի հաղթարշավին, ունեցեք ձեր դերը,
կատարեք ձեր ընտրությունը եւ արդյունքները իրենց երկար չեն սպասեցնի։ Բոլորիդ կոչ ենք անում։ Համար 4 Հայ Հայաստան, Համար 4 Հայ Հայաստան, Համար 4 Հայ Հայաստան, Համար 4 Հարգելի եշմիածինցիներ, նոյեմբերի 16-ի ընտրությունը շատ կարևոր նշանակություն է ունենալու եւ համայնքային կյանքում եւ ամբողջ հանրապետությունում։ Մենք միասին պետք է հասկանանք, որ այս իշխանությունները ուզում են վերարտադրել աթոռը, որպեսզի գնան հետագա զիջումների Թուրքիայից ու Ալիևից ակնկալելով աջակցություն իրենց։ Այս իշխանությունները ուզում են վերարտադրել աթոռը, որպեսզի կարողանան թանկացումներ բերել, թալան, կոռուպցիա եւ մարդկանց կյանքի որակի անկում։ Իրենք միգուցե սկզբնական փուլում այդպես չէին ուզում, բայց հիմա արդեն ավտոպիլոտ ռեժիմով գնում են թանկացումների, գնում են վատ կառավարման եւ դա նրանց հիմնական որակն է։ Նայեք թե ինչ են արել մայրաքաղաք Երևանում։ Իշխանության գալուց հետո բերել են միայն թանկացումներ, թալան, ատկատներ, վատ կառավարում, մարդկանց կյանքի որակի անկում։ Նույնը այստեղ է սպասում է, թե սրանք կարողանան շարունակել իրենց իշխանությունը։ Դա վերաբերելու է եւ Էջմիածին քաղաքին եւ գյուղական համայնքներին։ Բարև ձեզ, ողջունում ենք ձեզ։ Դրա համար մենք պետք է թույլ չտանք այս իշխանության վերարտադրություն, թույլ չտանք քաղաքացիական պայմանագրի եւ նրան կցվածի քաղաքականության շարունակություն, որովհետեւ մեզ համար դա ինչպես արժե համակարգային, այնպես էլ քաղաքական ու համայնքային կյանքին վերաբերող հարց է։ Նոյեմբերի 16-ը շատ կարևոր օր է եւ ձեզանից յուրաքանչյուրը, սիրելի էջմիածինցիներ, պետք է որոշում կայացնի այդ օրը առավելագույնը 30 րոպե տրամադրել եւ իրացնել սեփական քաղաքացիական իրավունքը։ Դուք պետք է անպայման մասնակցեք ընտրությանը, գնաք ընտրատեղամաս։ Առաջին որոշումը դա արդեն հենց գնալը կլինի։ Երկրորդ որոշումը վերժել եւ որևէ պարագայում քվեջ տալ քաղաքացիական պայմանագրին ու նրան կցվածին։ Երրորդ որոշումը ձայնը տալ Մայր Հայաստանին, որպեսզի մենք կարողանանք կյանքի կոչել այն ծրագրերը, որը մեր Բաղաշապատի հանրության ճնշող եւ զգալի մեծամասնության հավանությանն է արժանացել։ Նույնիսկ իշխանությունները եւ վայրահաչում են Մայր Հայաստանի դեմ, բարև ձեզ երեխեք, վայրահաչում են Մայր Հայաստանի դեմ, ընդունում են, որ ծրագիրը բարձրորակ է ու տարբեր բամբասանքային լուրեր են դրանից հետո տարածում, որպեսզի կարողանան հիմնավորել, թե ինչու պետք է իրենք մնան աթոռին։ Մեր մոտեցումն այն է, որ մենք ներկայացնում ենք եւ ծրագրով, եւ քաղաքական թիմով, եւ մասնագիտական թիմով։ Եվ ամենակարևորը, մեր թիմում կան մարդիկ, ովքեր համայնքային կառավարման փորձ ունեն եւ լսելով չի, որ տեղյակ են, թե ինչ է նշանակում համայնքի կառավարումը։ Այնպես որ մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը եւ թույլ չտալ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, որովհետև դա լրջագույն հարված կլինի Հայաստանի Հանրապետությանը։ Դա բացասաբար կանդրադառնա ամբողջ համայնքային կյանքի վրա։ Այնպես որ նոյեմբերի 16 Մայր Հայաստան, թիվ 4 քվեաթերթիկ։ Մայր Հայաստան, Համար 4 համար 4, Մայր Հայաստան միացիր, Որ փոխենք միացիր, Որ փոխենք
Մայր ջան, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեից շատ բան է կախված։ Նոյեմբերի 16-ին անպայման կգնաք ընտրատեղամաս։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի կանալ 4 միացիր, որ փոխենք։ Սերեմ վավար շապատ սուրին իչ միացին իմ այ Հայաստան Վավար շապատ հոստան ես դում էլ դեպրության Տապցից ոչնակ նոր պայքարի ողջայության Սիրելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթի համար 4, անպայման մասնակցեք ընտրությանը և ձեր քվեի ուժով վերջ դրեք այս ապիկար իշխանությանը, քաղաքացիական պայմանագիրը և նրան կցվածները ոչ մի դրական բան չեն կարող բերել, Մայրի ջան, ողջունում ենք ձեզ։ Ողջունում ենք, անպայման մասնակցեք, մենք թիվ 4 ենք։ Քաղաքացիական պայմանագիրը, ինչպես որ ամբողջ երկրի համար, այնպես է վաղաշապատի համար, ոչ մի դրական բան չի կարող բերել ու չի բերել։ Նրանք ընդամենը իրենց կյանքն են բարելավել, իրենց ֆինանսներն են մեծացրել, իրենց հնարավորություններն են մեծացրել, լինի դա հողերի վաճառք, լինի դա շինթույլտվությունների միջոցով, լինի դա տարբեր տենդերների շահելու միջոցով, արկածների միջոցով, այս ամեն ինչը քաղաքացիական պայմանագրի գործելավոճն է։ Իրենք իշխանության եկան հայտարարելով, թե իբր կոպեկ ժողովրդին են վերադարձնելու թալանածը, բայց իրենք կոպեկ չէ, այլ մեծ գումարներով իրենց մեջ քաշեցին այդ հնարավորությունները և ժողովրդին ընդամենը տվեցին թանկացումներ, թալան, պատերազմ, մահեր ու ավերածություններ։ Իրենք կոպեկը վերադարձնելու կարգախոսով եկան ու տուն արտուն հազարներով կյանքեր խլեցին։ Իրենք վաղաշապատը խոստացան լավ կառավարել, բայց հիմա իրենց իսկ նշանակած քաղաքապետի հետ կապված ասում են պատասխանատվություն չենք կրում և կոռուպցիոն սկանդալների մեջ են հայտնվել։ Սրանք անպատասխանատուների, ապիկարների, դավաճանների իշխանություն են։ Սրանք ուրացողների դաշինք են, սրանք սրբապիծների դաշինք են և սրանք կերպ մատուցում ներկայացնողների դաշինք են։
այս իշխանությունը անպատկաբեր է Հայաստանի Հանրապետության ու Վաղարշապատի համար։ Այդ իսկ նպատակով պետք է մասնակցել ընտրությանը և մերժել քաղաքացիական պայմանագիր կոչվածին, որը իր ղեկավարին նույնիսկ չի կարողանում ներկայացնել վաղարշապատցիներին։ Իրենք գլուխները բներից չեն հանում։ Նիկոլ Փաշինյանը, որը 18 թվականին բրդում էր կտրել, Երևանի այն ժամանակվա ընտրություններին անձամբ էր քարոզարշավը տանում, հիմա ծաղկն է մտել, չի ուզում Երևան ժողովրդի աչքին և պատճառն այն է, որ ըստ ամենայնի հաշվարկել են, որ իր դեմքը եթե Երևան ընտրարշավի ժամանակ, ապա վաղարշապատցիները էլ ավելի մեծ ուժգնությամբ կմերժեն քաղաքացիական պայմանագրի։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին թաքցրել են նաև քաղաքացիական պայմանագրին, դեմ են տվել մի երիտասարդի, որը հոր անցած ուղին է ուրացել, և այդ երիտասարդի միջոցով ուզում են խաբել էջմիածինցիներին, վաղարշապատցիներին, թե իբր քաղաքացիական պայմանագիրը կապ չունի, այստեղ անձերի ընտրություն է, այդ անձին էլ փորձում են վաքսել, մաքրել ու փոշին թափ տալ վրայից, Ադրբեջանը հաճո այդ փոշին թափ տալ վրայից ու ներկայացնել մեր հանրությանը։ Բարև ձեզ։ Մենք դա թույլ չենք տալու, մենք դա ներկայացնելու ենք հանրությանը։ Մենք պատմելու ենք ժողովրդին, որ քաղաքացիական պայմանագրի թեկնածուին ձայն տալով մարդիկ քվեարկում են անձամբ Նիկոլ Փաշինյանի օգտին, քվեարկում են Փաշազադեի օգտին, քվեարկում են ադրբեջանական ծրագրերը կյանքի կոչելու օգտին, քվեարկում են համայնքային ոլորտում թանկացումների օգտին, քվեարկում են գյուղերի դատարկման օգտին, պատերազմի օգտին, պարտության օգտին։ Մենք դրա համար կոչ ենք անում, որպեսզի մարդիկ հստակ տարբերակեն, թե ով է, գնան ընտրատեղամաս և ձայնը տալ նոր ուժի, ինքնուրույն ուժի, այլ ընտրանք ներկայացնող ուժի, որը Մայր Հայաստանն է։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր։ Ժողովուրդ, հիմա մենք անցնում ենք Արամանուկյան թաղամասով ու խնդրեմ ցույց տալ, թե ինչ վիճակի մեջ է այս այգին։ Ինչ վիճակի մեջ է, բացի թողի, անտերության մատնված, կեղտի մեջ կորած և այս հսկայական տարածքը, որ կարող է դառնալ շատ խաղահրապարակ, լքված վիճակի մեջ է, որովհետև անտերության է մատնված համայնքային կառավարումը, անտերության է մատնված կոնկրետ Արամանուկյան թաղամասում այս խաղահրապարակը։ Մեր ծրագրերում բազում առաջարկներ կան խաղահրապարակների հետ կապված, զբոսայգիների հետ կապված, Զվարթնոց թաղամասում արդեն ասացի կարուսելի հատվածի հետ կապված, ամբողջ էջմիածնի հետ կապված։ Մենք այս ծրագրերը կյանքի կոչելու համար ձեր քվեի անհրաժեշտություն ունենք։ Հայր ջան, բարև ձեզ։ Մենք ցանկանում ենք իրագործել այդ ծրագրերը ձեր քվեի ուժով։ Մենք համոզված ենք, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը և մենք հենց ժողովրդից ենք ակնկալում այն քվեն, որը մեզ հնարավորություն կտա իշխանափոխություն իրականացնել։ Բարև ձեզ, հատ կուպլետ տվեք մեր հայրիկին։ Հնարավորություն կտա կյանքի կոչել մեր այն ծրագրերը, որով մենք ձեր առաջ ներկայանում ենք։ Այնպես որ սիրելի էջմիածինցիներ, Վաղարշապատի հարգելի ընտրողներ, մի զլացեք, մի վախեցեք, մի ընդգրկեք, մի հիասթափվեք, մի հուսահատվեք, անպայման գնացեք ընտրատեղամաս և ձեր քվեով ձեր ձեռքը վերցրեք համայնքի և երկրի կառավարման ճակատագիրը։ Մենք ձեզ կոչ ենք անում անտարբերությունը մի կողմ դնել և մասնակցել ընտրությանը։ Ընտրության բարձր մասնակցությունը, բարև ձեզ ժողովուրդ, ընտրության բարձր մասնակցությունը մեզ բոլորիս հնարավորություն կտա
Բարև ձեզ։ Ես բոլորիս հնարավորություն կտա ձևավորել նոր իշխանություն, այնպիսի իշխանություն, որը եւ համայնքային եւ համապետական մասշտաբով պատասխանատու կլինի եւ այսպիսի ապիկար դրսևորում չի ունենա։ Զորո ջան, անպայման մասնակցեք ընտրությանը, մենք Մայր Հայաստանն ենք Փիչոս։ Մայր Հայաստան կուսակցություն քրեատիվ համարժոս իմիգրացիր, որ փոխենք։ Սերին վարաշապատ սուրին էջ միացին իմ Մայր Հայաստան Վարաշապատ ոստան ես դում էր դեպրության տացիվ ոչնակ նոր պայքարի ոչայության Ողջունում ենք ձեզ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Մենք արդեն բազում օրեր է այցելում ենք ձեր բակերը, ծանոթացնում մեր նախագծերը ձեզ։ Բոլորը կարող եք ծանոթանալ մեր Մայր Հայաստանի նախագծերին, նախընտրական ինչ ենք առաջարկում մենք։ Նոյեմբերի 16-ին մասնակցելով ընտրությանը դուք պետք է կայացնեք որոշում մեր շրջով քաղաքացիական պայմանագրին եւ հանրապետության կուսակցությանը։ Նրանք երկուսն էլ քույր կազմակերպություններ են, համատեղ են գործում։ Այդ իսկ պատճառով ձեր քվեն բոլորին շատ կարևոր է, ձեր մասնակցությամբ դուք պետք է ապահովեք, որպեսզի չգողանան ձեր քվեն։ Մասնակցեք պարտադիր ընտրությունների, որ չկարողանան քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվել այն համայնքում, որտեղ 7 տարի կառավարել է եւ ձախողել է իշխանությունը։ Իսկ այստեղ Արամ Մանուկյան փողոցում ենք գտնվում, այստեղ ամբողջությամբ բակերը անբարեկարգ էին, մայթերը անբարեկարգ էին, դեին աղբով, նաև աղբանության հարց այստեղ չեն կարողացել լուծել, որը մենք խոստանում ենք ձեր քվեն տրամադրելով Մայր Հայաստանին, իշխանություն ստանձնելու դեպքում մենք կատարելու ենք մեր առջև դրված բոլոր պարտականությունները։ Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Սիրելի էջմիածինցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը,
քվեաթերթիկ թիվ 4։ Մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին եւ ձեր քվեի ուժով մերժել քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակին ու ձևավորել նոր իշխանություն։ Մայր Հայաստանը պատրաստ է ստանձնել իշխանական պատասխանատվությունը եւ կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որը մենք ձեզ ներկայացրել ենք։ Մեր իշխանության պարագայում վաղաշաբաթ համայնքի կառավարման գործում կներգրավվեն բոլոր կարող ուժերը, բոլոր այն իրական ընդդիմադիր ուժերից, ովքեր որ հայտ են ներկայացրել եւ մասնակցում են վաղաշաբաթի ընտրություններին։ Մենք խոստանում ենք, որ մասնագիտական ու պրոֆեսիոնալ բարձր որակներ ունեցողները դուրս չեն մնալու կառավարման ոլորտից։ Մենք կադրային ջարդ չենք իրականացնելու։ Մենք միայն վերին օղակն ենք մաքրելու ՔՊ-ից ու նրա մնացուկներից, իսկ միջին ու ստորին օղակների աշխատողները, նրանք ովքեր կընդունեն մեր ծրագրերը, գաղափարներն ու սկզբունքները, կմնան ու կաշխատեն ու կշենացնեն Վաղաշաբաթ համայնքը։ Մենք խոստանում ենք լայն կոնսոլիդացիա ապահովել, ներգրավել բոլոր կարող ուժերին եւ ձևավորել համերաշխության ու զարգացման իշխանություն Վաղաշաբաթ համայնքում։ Քաղաքացիական պայմանագիրը վերջին 7-8 տարիներին ցույց է տվել իր դեմքը եւ նրանից ակնկալել դրական արդյունքներ պարզապես միամտություն է։ Կոռուպցիոն սկանդալների մեջ թաղված քաղաքացիական պայմանագիրը անպատասխանատու վերաբերմունք է ցույց տալիս եւ հայտարարում, որ չի կիսում այն նախորդ իշխանության պատասխանատվությունը, որը նույն ՔՊ-ից է եղել։ Սա ուղղակի անհարգալից վերաբերմունք է Վաղաշաբաթի նկատմամբ։ Մենք մերժում ենք այդ մոտեցումը եւ ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցել ընտրություններին եւ ձևավորել նոր իշխանություն։ Սա է մեր հիմնական կոչը Վաղաշաբաթիներին եւ մենք ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը նոր իշխանության ձևավորման հարցում։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթիկ համար 4 միացիր, որ փոխենք։ Սերին վաղաշաբաթ սուրին էջ միացիր, Մայր Հայաստան Վաղաշաբաթ ոստան ես դրում ենք դպրության, տապցի ոչնար, նոր պայքարի ողջայության Thank you.
ողջունում է Մայր Հայաստանը, հրաթերթի թիթով, նոյեմբերի 16-ի ընտրությունների անպայման մասնակցեք և ձեր քվեի ուժով սկիզբ դնեք նոր իշխանության ձևավորմանը։ Սա պատասխանատու քվեարկության օր է և բոլորիս կյանքում ունենալու է վճռորոշ նշանակություն։ Համայնքային կյանքի բարեփոխման և զարգացման հնարավորություն ստանալու համար քաղաքացիական պայմանագիր կոչվածը պետք է հեռացվի համայնքային կառավարումից, որպեսզի մենք կարողանանք նոր շունչ բերել, նոր հնարավորություններ բերել վաղաշաբաթ համայնքի համար։ Վաղաշաբաթում փոփոխությունները կարող են դրական ազդակ հաղորդել ամբողջ հանրապետությանը։ Դրա համար էլ մեր կարգախոսներից մեկը իշխանափոխություն վաղաշաբաթում, իշխանափոխություն Հայաստանում։ Սա է այդ կարգախոսներից մեկը և ունենալու է կարևոր նշանակություն։ Մենք ձեզ կոչ ենք անում անտարբեր չմնալ, մասնակցել ընտրությանը և ձեր քվեի ուժով սկիզբ դնել դրական փոփոխությունների ամբողջ հանրապետությունում։ Մայր Հայաստան, Համար 4, միացիր, միացիր։ Մայր Հայաստան կուսակցություն քվեաթերթի Համար 4 միացիր, որ փոխենք։ Հարգելի հետևորդներ, մենք արդեն ավարտում ենք Արամ Մանուկյան թաղամասում մեր գարոզարշավը, հուսով ենք, որ մարդիկ ականջալուր կլինեն և անպայման կմասնակցեն ընտրությանը, քանի որ ընտրության մասնակցությունը մեծացնում է, գրեթե 100%-ի է բերում իշխանափոխության հնարավորությունը։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ վաղաշաբաթում և հատկապես էջմիածնում ԿՊ-ի վարկանիշը շատ ցածր է։ Խոյ համայնքում, եթե նրանք ունեն ինչ-որ վարկանիշ, ապա դա զուտ վարչական ռեսուրսի կիրառման, վախի մթնոլորտի և այլ գործիքակազմի միջոցով է և նրանից ավել նրանք հնարավորություններ չունեն և այս առումով շատ կարևոր է, որպեսզի բոլորը ակտիվ մասնակցություն ցուցաբերեն և կարողանան քվեի ուժով նոր իշխանություն ձևավորել։ Մենք վաղը արդեն կլինենք գյուղական համայնքներում, ձեզ կոչ ենք անում մասնակցել ընտրությանը, իսկ այս ընթացքում հետևել մեր քարոզչությանը։ Շնորհակալություն առայժմ։